Աշակերտների ոգևորությունն անտեղի չէ։ Ռուսերենի օլիմպիադայի մասնակիցները հենց նոր իմացան։ Հաղթողները արժեքավոր նվերներ են ստանալու՝ նոթբուք, iPod նվագարկիչ և թվային ֆոտոխցիկ։ Մոսկվայի տանն անցկացվող ռուսերենի համադպրոցական օլիմպիադան կրթության նախարարության ամենամյա օլիմպիադան չէ։ Այս մեկը կազմակերպում և ֆինանսավորում է Մոսկվայի կառավարությունը։ Արդեն երկրորդ անգամ է անցկացվում։ 120 մասնակիցները երևանյան 23 դպրոցներից են, այդ թվում Քվանտից, Այբից ու Անանյա Շիրակացի վարժարանից։ Պետք է խոստովանեմ, որ երբ հայտարարեցինք օլիմպիադայի մասին, 12 դպրոցներ միանգամից հրաժարվեցին մասնակցել, որովհետև ռուսերեն լավ իմացող ոչ մի թեկնածու չունեին։ Դա ինձ շատ մտահոգեց։ Տեսնենք, թե այս տարվա օլիմպիադայի մասնակիցները ինչ գիտելիքներ կցուցաբերեն։ Շարադրության թեման հայտարարվեց իմ ռուս ընկերը։ Մեկը սկսեց գրել իր հասակակից ընկերոջ մասին, մյուսը Ռուսաստանի, երրորդն էլ հայտնի ռուս գրողների մասին։ Ես Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի մասին եմ գրելու։ Օլիմպիադան տևեց 4 ժամ, ժյուրիի կազմը անաչառությունը պահպանելու համար անհայտ է։ Հայտնի է միայն, որ շարադրությունները ստուգելու են բուհերի ռուսերենի դասախոսները։ Հաղթողները կորոշվեն 10 օրից։ Անի Ստեփանյան, Անդրանիկ Մամիկոնյան, Arnews։